Սիրելի հայրենակիցներ, շուտով ապրիլի 24-ն է և հայը որտեղ էլ որ լինի, աշխարհի որ ծայրամասում էլ որ լինի, եթե նա հայ է, չի կարող պահանջատեր չլինել 1915 թվականի ապրիլի 24-ի Եղեռնի պահանջով։ Պահանջատեր են բոլոր հայերը աշխարհի բոլոր ծայրերում և բոլոր նրանք, ովքեր որ ասում են, որ կարելի է ուրանալ հայոց ցեղասպանությունը, նրանք հայ լինել չեն կարող, նրանք հայեր չեն։ Բոլոր նրանք, ովքեր ասում են դա քաղաքականություն է, իմ գործը չէ, նրանք հայեր չեն։ Ցեղասպանությունը քաղաքականություն չէ, հայրենապաշտպանությունը քաղաքականություն չէ, դա գեն է, դա ապրելակերպ է, դա ազգի պահպանման միակ ելքն է, պահանջատեր լինել, պաշտպան լինել, սեփական ազգի շահերին, սեփական երկրի շահերին, սեփական պետության շահերին։ Բոլոր նրանք, ովքեր կարող են Թուրքի հետ, մեր որդիներին, մեր եղբայրներին, մեր հայրերին, մեր պապերին կոտորած, սպանած, նրանց դեմ անարդար ցեղասպանություն կատարած Թուրքի և նրա շառավիղ ադրբեջանցիների հետ համարել, որ հնարավոր է անգամ ոչ թե բարեկամություն, այլ բարևել որպես հարևանի, նրանք հայ լինել չեն կարող։ Թուրքը, օսմանցին, այսինքն ադրբեջանցին ու թուրքը հայի թշնամին են, եղել են, կան ու կլինեն, ու պատերազմը սարսափելի չէ անպատիվ ապրելուց։ Բոլորին կոչ եմ անում մի մարդու նման ապրիլի 24-ին ժամը 19:00-ին լինել հրապարակում, Հանրապետության հրապարակում, մասնակցել ջահերի երթին և թուրք Նիկոլին ու նրա քեմալական պոռնիկներին ասել, որ մենք համաձայն չենք Եղեռնի հերքմանը, մենք համաձայն չենք Հայաստանի թուրքացմանը, մենք համաձայն չենք անհայրենիք թափառական ապրելուն, մենք հաղթող ազգ ենք, թուրքը նույն վախկոտ թուրքն է, որ միայն կարող է կռիսությամբ ցեղասպանել, այնպիսի ձևերով, որ անզեն մարդու վրա զենք քաշի, և մենք հաղթող ենք, էլի հաղթելու ենք թուրքին, իսկ Նիկոլը իր քեմալական պոռնիկներով ժամանակն է, որ մաքրվի հայոց ավետյաց երկրից։ Ապրիլի 24-ին ժամը 19-ին բոլորից սպասում եմ Հանրապետության հրապարակում։ Եկեք մի կողմ դնենք բոլոր քաղաքական խժդժությունները, մի կողմ դնենք բոլոր հակասությունները, բոլոր անձնական թշնամանքները և ուսուսի կողք կողքի բոլոր նրանք, ովքեր իրենց հայ են համարում, բոլոր նրանք, ովքեր որ համարում են, որ Հայաստանը իրենց հայրենիքն է, բոլոր նրանք, ովքեր համարում են, որ թուրքը թշնամի է, իսկ թուրքը իրոք թշնամի է, եկեք ուսուսի տանք ու փրկենք մեր պետությունը կործանումից, փրկենք մեր պետությունը քեմալական պոռնիկներից և Նիկոլին ասենք ջհանդամվի վերջապես, այդ որ Թուրքիայում բիզնեսներ ես դնում, գրողի ծոցը գնա քո Թուրքիան և բացահայտ ասենք ոչ ցեղասպանության հերքմանը, Արարատը մեր լեռն է, Արարատը մեր սիմվոլն է, մենք Արարատ վերադառնալու ենք, մենք դեռ հասնելու ենք Սասուն, մենք դեռ հասնելու ենք Մուշ, մենք դեռ Ստեփանակերտում Յարխուշտա ենք պարելու։ Բոլորից սպասում եմ Հանրապետության հրապարակում ժամը 7-ին, երեկոյան 7-ին 19:00-ին և եկեք չասենք, որ սա այսպես ասեց, նա այնպես ասեց, սա աթոռակռիվ չի, սա ազգ հայրենիք ունենալու ճակատամարտ է և ժամանակն է վերջապես վերջակետ դնելու քեմալական պոռնիկների անձի էդ ոնց են ասում անարգել այլանդակություններին, ժամանակն է անպատիժ նրանց կասեցնել, նրանց անպատիժ թուրքացնելը մեր երկիրը, մեր ազգը, մենք խեղճ ազգ չենք, մենք տկար չենք,
Մենք խելացի ուժեղ ազգ ենք եւ կարող ենք դա ապացուցել, ժամանակն է դա ապացուցելու։ Ուստի եւ եղեռնով ապրիլի 24-ը պետք է դառնա ապրելու 24։ Ապրիլով պետք է սկսենք ապրել։ Եկեք վերջապես հավաքվենք, որպեսզի մայիսի 9-ը նորից ունենանք որպես հաղթանակի տոն, որպեսզի մայիսի 9-ին կարողանանք կրկին հպարտ կանգնել եւ ասել, որ մենք հայ ենք, որ մենք արժանի ենք հայ կոչվելուն։ Բոլորիդ սպասում եմ Հանրապետության հրապարակում ապրիլի 24-ին ժամը 19:00-ին։